Մեր ճանապարհությունը, ինչպես պահպանել Երևան քաղաքի կենտրոն համայնքի մշակութային արժեքները, ավարտին է մոտենում։ Սակայն մեր եզրակացությունները եւ առաջարկները միայն սկիզբ են մի ճանապարհի, որը կարող է փոխել մեր քաղաքի դեմքը։ Ահա կենտրոն համայնքի դիմագիծը. Սուրբ Սարգիս եկեղեցին, Մատենադարան, Կասկադ, Հանրապետության հրապարակ, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Ահա հաղթանակի եւ կարմիր կամուրջները, որպես քարից կերտված ժամանակի կամարներ, որոնք կապում են հինն ու նորը։ Չմոռանամ ասել, որ այս հայտնի աստիճանները հիշեցնում են Եռանկյունի ֆիլմից մի հատված։ Լողալ կարող ես։ Իսկ մեջքի վրա կարող ես լողալ։ Հա։ Գասպարավարի էլ։ Ինչ ես ծիծաղում։ Ասես էլ չեմ հավատա։ Ամբողջ քաղաքում միայն ես գիտեմ Գասպարավարի լողը։ Ուզում ես սովորեցնեմ, իմանե ծնձա։ Ախր Գասպարը մեր մկրտիչն է, իմ բարեկամը։ Չէ՞ մի։ Հա, Եռանկյունում է աշխատում։ Մեր դարբնոցում։ Կոտորատի ժամանակ սեպտեմբեր լողալով անցել է եւ դուրս եկել Ռուսաստանում։ 2 օր ծովում է եղել, սոված։ Գիշերները մեջքի վրա է քնել։ Չես հավատում։ Իմ արև։ Ուզում ես ծանոթացնեմ։ Էն էլ ոնց։ Մեր մեջ ասած ես ինքս էլ չգիտեմ այդ Գասպարավարի լողը։ Ոնց որ ստացվում է, այնպես էլ լողում եմ։ Այ, Գասպարավարի լողալ այսպես է։ Այս կառույցները մեր ժառանգության պահպանված, գնահատված մասն են։ Նրանք փաստում են, որ երբ պետությունը եւ քաղաքացիները կամք են դրսևորում, պատմությունը կարող է կանգուն մնալ։ Բայց մեր ճանապարհը մեզ տարավ դեպի մի տարածք, որտեղ հակադրությունը կտրուկ է։ Մեր առջև բացվեց Կոնդի տեսարանը։ Սա էլ է կենտրոն, բայց այստեղ մենք տեսանք պատմություն, որը մոռացության է մատնված։ Տեսանք տներ, որոնք քանդվելու եզրին են։ Տեսանք հիշողություն, որը դեռ բաբախում է, բայց ոչ ոք չի լսում նրա ձայնը։ Այս հասարակությունը մեզ մղեց գործելու։ Մենք քայլեցինք Կոնդի նրբանցքներով, զգացինք նրա կոլորիտը եւ իսկական դիմագիծը։ Ամեն մի քար, ամեն մի նեղլիկ աստիճան մեզ պատմում էր մի պատմություն։ Եվ այստեղ, անտեսված ու խոցելի միջավայրում, մենք բացահայտեցինք ապագայի լույսի ամենավառ շողերը։ Մենք այցելեցինք մեր 7-րդ դասարանցի գործարարներին եւ հարցազրույց ունեցանք նրանց հետ։ Այս երիտասարդները, առանց մեծ ներդրումների եւ պետական ծրագրերի, արդեն իսկ ապացուցում են, որ Կոնդում կա կենսունակություն եւ ձեռներեցություն։ Նրանք փոքր բիզնեսով ներարկում են նոր կյանք հին թաղամասին։ Նրանցից մեկի, Ռաֆայելեն սրճարանը, հետաքրքիր կոլորիտային անկյուն էր։ Տղան պատմեց, որ տունն ամբողջությամբ 16-րդ դարի շինություն է եւ ժամանակին եղել է Պարսիկ Մոլայի տուն։ Շատ ուշագրավ էր տան դրսի ճակատային մասը, որը ցույց էր տալիս պատմական շերտերի վերածննդի հրաշքը։ Իդեպ ասեմ, շատ աչքաբաց տղա էր Ռաֆայելը, իսկական երիտասարդ գործարար, ով մանրամասն պատմում էր մեզ, թե ինչպես է ուղեկցում օտարերկրյա զբոսաշրջիկներին եւ պատմում իրենց սրճարանի եւ Կոնդի մասին։ Այս երիտասարդական ոգին մեզ համար դարձավ ներշնչանքի աղբյուր եւ ամենակարևոր փաստը՝ Կոնդի պահպանումը իրատեսական է։ Պակաս հետաքրքիր չէր հարցազրույցը մյուս 7-րդ դասարանցու Էվելինայի հետ։ Նա մեզ ուղեկցեց Կոնդի փողոցներով։ Այստեղ ժամանակն իր կնիքն էր թողել։ Խարխուլ տներ, հին ու քանդված փողոցներ։ Հարցազրույցը մեզ ապշեցրեց։ Նրանք արդեն իսկ ցույց են տալիս, որ Կոնդում կենսունակություն եւ ձեռներեցություն կա։ Այստեղ տեսանք նաեւ քանդված դպրոցը, որը դժբախտաբար վաղուց է, ինչ այս վիճակում է։ Մեր ճանապարհությունը հասավ իր գագաթնակետին։ Երբ մի բնակչուհի մեզ ուղեկցեց իր տուն։ Տամբակում մի գողտրիկ սրճարան կար, անունը Հյուսյանց House։ Նա պատմեց, որ այստեղ նկարահանվել են շատ հայտնի ֆիլմեր՝ Շախմատիստը, Բացիր աչքերդ եւ այլն։ Վերջերս ԱՄՆ-ից են եկել նկարահանման։ Նկարահանումները տևել են 7 օր։ Ֆիլմը դուրս կգա մյուս տարի։ Օրինակ, 18-րդ դարի պահարան, հայելի, ինչպես նաև ջահ, որն ավելի հին է։ Այս տունը ոչ թե ավերակ է, այլ պատրաստի ինքնատիպ թանգարան, որը պարզապես սպասում է կազմակերպված ֆինանսական աջակցության, որպեսզի լիարժեք բացի իր դռները զբոսաշրջիկների առաջ։